Ողջույն հարգելի հեռուստառադիո լսողներ, եթերում է Կոդ Պուլս հաղորդաշարը, այսօր իմ հյուրն է Լիլիթ Մակարյանը, երիտասարդական պալատ ՀՈԱԿ-ի ղեկավար։ Լիլիթ, ողջույն։ Ողջույն Դավիթ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն ներկա գտնվելու համար։ Այսօր մենք փորձելու ենք քննարկենք ու խոսենք երիտասարդության ու նաև տեխնոլոգիական զարգացումների մասին, ինչին մենք ականատես ենք լինում վերջի տարիներին, որը շատ մեծ թափով զարգանում է։ Ինչ կարծիքի եք, ինչ հնարավորություններ կան երիտասարդների համար ու ինչով է նույն երիտասարդական պալատը զբաղվում, մի փոքր նաև ձեր գործունեության մասին պատմելով։ Շնորհակալություն, երևի ավելի հարմար կլինի մի փոքր անդրադառնանք մեր գործունեությանը, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչպես է տեղի ունենում մեր կապը երիտասարդների հետ։ Երիտասարդական պալատը Հայաստանում միակ համայնքային երիտասարդական կենտրոնն է։ Այն, որ ասում են մեր լեզվով ասած, համայնքապատկան կառույց է։ Եվ իր ամբողջ գոյության ընթացքում, որը շուտով արդեն 10 տարի կլինի, երիտասարդական պալատը հիմնականում կենտրոնացված է եղել երիտասարդական նախաձեռնություններին աջակցելու, երիտասարդների ոչ ֆորմալ կրթության եւ երիտասարդներին տարբեր տեսակի հարթակներ տրամադրելու իր ամբողջ, այսպես փաթեթով փորձել է նպաստել երիտասարդների զարգացվածությանը։ Իրականում ծրագրերի մասին շատ չեմ ուզում խոսալ, որովհետեւ դրանք պարբերաբար փոփոխություն են կրում, քանի որ անընդհատ մենք փորձում ենք ուսումնասիրել երիտասարդների պահանջը, իսկ երիտասարդները բնականաբար իրանք շատ պահանջներ ունեն ու շատ փոփոխվող պահանջներ ունեն։ Արագ այդ փոփոխվող պահանջների հոսքի մեջ բնականաբար մենք փորձում ենք անընդհատ հարմարվել մեր ծրագրային քաղաքականությունը հարմարեցնել երիտասարդների պահանջներին։ Բայց այստեղ ասեմ, որ նաև մի փոքր հետ գնալով ուզում եմ հիշեցնել, որ այս ճիշտ է, մենք ունենք հիմա երիտասարդների մասին օրենք եւ այդ ամբողջ օրենքով կարգավորվում է տարիքային շեմը, բայց մեր գործունեության հենց առաջին տարվանից այն ժամանակ, երբ որ դեռևս երիտասարդական պետական քաղաքականությունը հայեցակարգ գոյություն ուներ եւ սահմանված էր երիտասարդների հետ աշխատելու տարիքը 16-ից 30 տարեկանները, մենք իրականում տարիքային շեմը իջեցրել ենք մինչեւ 14, իսկ հետագայում նաեւ որոշ ծրագրերի դեպքում մինչեւ 13։ Հետագայում փաստորեն ոնց որ թե ընդհանուր ազգային մեր համակարգը եկավ էլի այն գաղափարին, որ տարիքային շեմը իջեցնելու կարիք կա, որովհետեւ երիտասարդները բավականին ավելի հասուն էին, այսինքն դեռահասության այդ շեմը բավականին հասուն էր։ Եվ բարձրացեցին նաև երիտասարդության վերևի շեմը մինչև 35։ Իրականում այո, բոլորս համաձայն ենք 13 տարեկանը, 14 տարեկանն ու 35 տարեկանը չնայած տեղավորվում է նույն օրենքի շրջանակներում, այդ տարիքային շրջանակների մեջ, բայց նրանք բավականին տարբեր մարդիկ են եւ տարբեր պահանջմունքներ ունեն եւ բնականաբար տարբեր հետաքրքրություններ։ Ես ուզում եմ նաև այս պալատի գործունեության մեջ շեշտել այն հատկապես այն հանգամանքը, որ ամբողջ պալատի ռեսուրսները համայնքի համար ու նաև մարզի համար, չնայած Գյումրու երիտասարդական պալատ է, դրանք բոլորը անվճար են երիտասարդների համար։ Մենք համագործակցում ենք եւ երիտասարդների հետ, եւ ոչ ֆորմալ խմբերի հետ, եւ ֆորմալ խմբերի հետ, եւ կազմակերպությունների եւ նաեւ պետական եւ համայնքային կառույցների, բայց բնականաբար եթե այդ պահին առաջնահերթության մասին ենք խոսում, մենք խոսում ենք երիտասարդի մասին։ Այսինքն եթե առաջին հայացքից թվում է, որ կառույցը կարող է օրինակ տարածք անհրաժեշտ է տրամադրել ու մենք ունենք երկու ընտրություն կամ տրամադրել երիտասարդին ցուցահանդեսի համար կամ տրամադրել կազմակերպությանը ինչ որ ծրագրի համար, մենք գերադասում ենք երիտասարդին, որովհետև կազմակերպությունը միևնույնն է կարող է գտնել այլ ընտրանք եւ այլ տարածք, բայց երիտասարդի համար շատ դժվար է Գյումրիում գտնել անվճար հարթակ, անվճար ֆիզիկական տարածք իր նախաձեռնությունը իրականացնելու համար։ Այստեղ մենք շատ դեպքերում չենք նայում քանակական ցուցանիշին, մենք նայում ենք ավելի շատ որակական ցուցանիշին։ Յուրաքանչյուր երիտասարդի խթանելով մենք փորձում ենք հնարավորինս ուժեղացնել հատկապես այն երիտասարդներին, ովքեր միայնակ, բայց կարողանում են իրենց որոշումները եւ իրենց նպատակները իրագործել եւ կյանքի կոչել։ Բնականաբար 10 տարիների ընթացքում շատ ասելիք կա վիճակագրության հետ կապված, բայց ես ուզում եմ փաստել մի հանգամանք, որ ոնց որ թե մեր կենտրոնի շուրջ հավաքվող երիտասարդների մեծամասնությունն ավելի շատ հետաքրքրված է կրթական ժամանցով։ Այսինքն ես ուզում եմ ասել, որ Գյումրիում շատ մեծ կոնցենտրացիա կա երիտասարդական կազմակերպությունների ու հնարավորությունների, ինչքան ուզում եմ ասեն այդպիսի բան, այսպես վերապահումներով, բայց միևնույնն է, մենք ունենք շատ լավ երիտասարդական ոլորտ, շատ զարգացած եւ կայուն եւ ամուր, եւ շատ տարբեր հնարավորություններ առաջարկվում են երիտասարդներին զարգանալու համար։ Բայց յուրաքանչյուր երիտասարդ ոնց որ ամենտեղ գտնում է այն մի մասնիկը, որը պակասում է իր կյանքում։ Եվ մեր կենտրոնը ավելի շատ այս վիճակագրության համապատասխան ես ենթադրում եմ, որ ավելի շատ կրթական ժամանցի տեսանկյունից է հետաքրքիր դարձել երիտասարդներին։
Շատ լավ, իրականում շատ կարևոր դեր ունի երիտասարդությունը այսօրվա մեր հասարակության մեջ ու ես ինքս էլ որպես երիտասարդ շատ եմ կարևորում ակտիվությունը նույն երիտասարդների, նաև ամենակարևորը մարզերում, քանի որ մարզերում ինքներս գիտենք, օրինակ մյուս մարզերում այդքան էլ ակտիվություն չկա, բայց վերջի տարիներին ես ինքս եւս տեսել եմ, թե ինչքան լավ երիտասարդներ կան, ովքեր որ ունեն շատ մեծ պոտենցիալ ու հնարավորություն իրենց դրսևորելու ու ցույց տալու, թե ինչերի են ընդունակ, կարծում եմ դա մեր ազգի ապագան է ու պետք է մենք ամեն տարբերակով փորձենք երիտասարդներին ամեն հնարավորություն տալ, որպեսզի իրենք իրենց ցույց տան եւ կարողանան ավելի լավ ներկայանալ ու նույն հաջողությամբ ամենամեծ դերը խաղում է հենց տեխնոլոգիական զարգացումները, օրինակ ինչ կարծիքի ես թվային տեխնոլոգիաների հետ ինչպես է ինքը համադրված ու հիմա ինչ տենդենսով է այդ ամեն ինչը զարգանում երիտասարդների մոտ, այսինքն ամենօրյա շփման արդյունքում ինչ ես կարծում, ինչն են ավելի շատ կարևորում, սոցիալական հարթակները, թե մեկ այլ գործիքակազմ, որոնք որ իրենք օգտագործում են ու ինչպես է դա ազդում, ամբողջական իրենց միջավայրի վրա։ Իրականում ես մի փոքր այսպես հետ գնացի հիշողությամբ ուզում եմ հիշել ինձ որպես այս տարիքի երիտասարդ, ոնց էր իմ կյանքը այն ժամանակ իմ կյանքը շատ ավելի հստակ էր, այսքան մեծ ընդլայնված սահմաններ չկային, այսինքն կար ժամանակի տարածության հստակ չափումներ ու սահմաններ, որը մենք այսպես վիրտուալի համեմատ չենք կարողանում խախտել շատ դեպքերում։ Ես հետաքրքիր այն սերնդի ներկայացուցիչն եմ, որը գտնվում է մեջտեղում այսպես ավակ սերնդի, ովքեր բացարձակապես հեռու են եղել տեխնոլոգիաներից, մենք էինք ու գալիս է մի սերունդ, որը մեզանից հետո անմիջապես սկսում են տեխնոլոգիաները։ Իրականում այս կապող կամուրջ հանդիսանալով հանդերձ, ես ասեմ, որ մի կողմից իհարկե, երբ որ մենք համեմատում ենք մեզ ավակ սերնդի հետ, բնականաբար մի քիչ ավելի հեշտ է տեխնոլոգիաների մասին խոսել, որովհետև այնտեղ մենք ահագին բավականին լուրջ դեմքեր ենք համարվում գիտելիքների ու հմտությունների տեսանկյունից։ Բայց երբ որ գալիս ես երիտասարդների մոտ, դու հասկանում ես, որ դու երբեմն չես հասցնում բոլոր տենդենսներին հետևել, որովհետև ֆիզիկապես դա հետևելը շատ բարդ է։ Ի տարբերություն այն մարդկանց, ովքեր ծնվել են այդ տեմպի մեջ։ Մենք մի փոքր ավելի իրական կյանքի մարդիկ ենք, այսինքն եթե այսպես կիսենք մեր սերնդին, 50%-ը գալիս է ավելի իրական շփման մարդիկ եւ 50%-ը սոցցանցերի։ Ու մեր սերնդի մեջ կա մի բալանսի հնարավորություն, որ մենք միշտ հասկանում ենք, որտեղ է կախվածությունը սկսվում։ Կապ չունի, որ ծայրահեղության մասին է խոսքը։ Այսինքն այդ կախվածության մակարդակը մենք կարողանում ենք կարգավորել։ Ի տարբերություն երկու սերունդների։ Ավակ սերունդի դեպքում դա բացառապես կախվածություն է մարդկանց հետ շփումից, իսկ այս մեզանից հետո եկող սերունդի դեպքում դա լուրջ կախվածություն է գadgetներից։ Իրականում ես հասկանում եմ, որ մենք չենք կարող այլևս ասել, վայ, գիտեք ինչ, այն ժամանակ շատ լավ էր, մենք այդպես էլ պետք է ապրեինք, ինչու էս ամեն ինչ եղավ։ Միևնույն է, ինչքան էլ ասենք, մենք գտնում ենք այս իրականության մեջ եւ մենք պիտի ընդունենք այս իրականությունը իր դրական եւ բացասական կողմերով։ Մենք նաև հասկանում ենք մի կարևոր բան, որ մենք չենք կարող կառավարել այս իրականությունը։ Ինձ թվում է մտավախությունը մեր բոլորի մոտ գալիս է հենց նրանից, որ մենք ցավոք չենք կարողանում ոչինչ կառավարել մեր կյանքում։ Որովհետև այն մարդիկ, ովքեր իրական կյանքում ապրող մարդիկ են, սովորաբար իրենք սովոր էին եղել, որ իրենք կարող են տվյալ իրավիճակը, տվյալ երևույթը, իրենց կյանքի որոշակի փուլերը կառավարել եւ վերահսկել, այսինքն երկարաժամկետ պլաններ կառուցող մարդիկ են եղել, եթե մենք ուշադիր նայենք։ Որ հիշում ենք մեր ավակ սերնդի խոսքը, ասում եմ մեր ժամանակ, երբ որ մենք ծնվում ենք, մենք արդեն գիտեինք մենք ոնց ենք դպրոց գնալու, ինչ ենք դառնալու, որտեղ ենք աշխատելու, տունը ոնց ենք ստանալու, մեր երեխաները ոնց են մեծանալու։ Ունեցել են հստակ սիստեմա, որի աշխատել են։ Այո, միանշանակ։ Իսկ հիմա ինչ է տեղի ունենում այս սերնդի հետ։ Այս սերունդն ապրում է այստեղ, այսօր, այս պահին։ Սա մի կողմից շատ լավ է, որովհետև դու երբեք այդ քո ապագան այսպես մասամբ պահպանելու ու երկար ժամանակ քո հետ ծանր տանելու պարտավորությունը դրել ես մի կողմ եւ այդ կյանքը ապրում ես այստեղ եւ այս պահին, որովհետև մեր ավակ սերունդը դա չի կարողացել երբևէ անել, ինքը միշտ ափսոսանքներով է հիշում ամեն ինչ։ Այս սերունդը անում է այսօր այս պահին, բայց ինքը չունի հեռահար շատ մեծ նպատակներ, որովհետև մեծ հաշվով դա անիրատեսական է, մեծ հեռահար նպատակները կառուցելը, որովհետև մեր կյանքը ուղղակի բառից բուն իմաստով ամեն երկուշաբթի կամ ամեն կիրակի փոխվում է, ու ինչ որ մի նոր բան է տեղի ունենում մեր կյանքում, մենք չենք կարողանում վերահսկել։ Մեր բոլոր հնարավոր այս անհասկանալի հակամարտությունները տեխնոլոգիաների հետ գալիս են միայն վախերից։ Ոնց որ մեր կյանքում ցանկացած վախ, այդ վախը եւս մեզ կառավարում է։ Եվ դրա համար ինձ թվում է, որ
ի տարբերություն այս երիտասարդ սերնդի, ովքեր չեն նայում դրան վախենալով կամ չվախենալով, որովհետև այդպիսին էր իրենց ծնված իրականությունը, իրենք ուղղակի ընդունում են այդ իրականությունը առանց մտածելու։ Մեր դեպքում մենք անդադ այսպես ինչ-որ բալանսի ենք ուզում բերել մեր կյանքը։ Վստահ եմ, որ կգա մի պահ, երբ որ նույն այդ կախվածությունները, երբ որ մեր համար դա կախվածություն է, միգուցե երիտասարդի համար դա բացարձակապես կախվածություն չի, այսինքն մեր մոտեցումներն էլ են շատ տարբեր, արդյոք ի՞նչն էր կախվածություն այս ամեն ինչից։ Մի հասարակ օրինակ ասեմ, երբեմն հոգեբանական գրքեր կամ նյութեր ուսումնասիրելու ժամանակ հետաքրքիր մտքեր են գալիս, չէ՞, որ այսպես արտանում ես, ասում ես, բայց ոնց որ ճիշտ էր ասում, չէ՞։ Այդպիսի մի միտք եկավ այն ժամանակ, երբ որ ասում է աշխատասիրության բարձր տոկոսը, այն տրուդագալիզմը, ասում է ինքը հոգեկան շեղում է։ Եթե դա մենք ասենք մի 10 տարի առաջ, 20 տարի առաջ կամ ավակ սերնդում, ինչ է կասում, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, մենք բոլորս պիտի աշխատենք, տանջվենք ֆիզիկապես, հոգեպես եւ այլն։ Երբ որ մենք խոսում ենք արդեն այս սերնդի համար, իսկ այստեղ արդեն հոգեբանություն եւ այլն լիքուրիշ բաներ կա, ասում է դա հոգեկան շեղում է։ Հիմա երիտասարդ սերնդի համար դա էր հոգեկան շեղում, հիմա ավակ սերնդի համար սա է հոգեկան շեղում։ Մենք շատ տարբեր մոտեցումներ ունենք։ Մենք հասկանում ենք, որ մենք նորմալ է, բոլոր երսերունդների մեջ այդ խնդիրը լինելու է։ Եվ դրա համար ես ուզում եմ ուղղակի մենք ընդունենք մի փաստ, որ սա այլևս մեր իրականությունն է, եւ այդ իրականությունը ապրելու լավագույն տարբերակը փորձել այդ իրականությունը լավագույնս օգտագործել իշահ քեզ եւ թույլ չտալ օգտագործվել այդ իրականության կողմից։ Ոնց որ մնացած բոլոր իրականությունները։ Ես հասկանում եմ, որ երիտասարդների կենսափորձը միգուցե թույլ չի տալիս դեռևս բերել այդ մակարդակին, բայց ես վստահ եմ, որ իրանք շատ ավելի սուր եւ հասուն մարդիկ կդառնան շատ ավելի կարճ ժամանակահատվածում, որովհետեւ իրենց կյանքի տեմպերը շատ ավելի արագ են գնում եւ կկա ինչ-որ մի պահ, երբ որ կկարողանան իրենք այդ ամբողջը բալանսի բերել։ Ես տեխնոլոգիաներին չեմ ասում լիարժեք 100% վստահում եմ, ես էլ ունեմ իմ մտավախությունները, ինձ համար միշտ շատ կարևոր է անձնական տիրույթը եւ անձնական ինֆորմացիայի վերահսկելիությունը, բայց ես նաեւ ընդունում եմ փաստը, որ յուրաքանչյուրս գրանցվելով սոցցանցում մենք այլևս մեր անձնական ինֆորմացիայի սեփականատերը չենք։ Դա պիտի ընդունենք նաեւ։ Դա միանշանակ, որովհետեւ այսօր մեծամասնությունը օգտվում են Google-ից, ունեն իրենց օգտահաշիվները ու դա արդեն խնդիր է, որովհետև մեր մասին ամբողջ ինֆորմացիան չէ, մենք օրը ոնց անցավ, ուր գնացինք, ինչ արեցինք, ամեն ինչ սոցցանցերում կարելի ասել մեծամասամբ ցուցադրում ենք ու այդ ոչ թե տեսնում եմ մի մարդ, երկու մարդ, այլ բոլորը տեսնում են մեր հետևորդները ու դեռ ավելին վերջին օրինակ ալգորիթմների միջոցով, եթե Facebook-ում օրինակ ինչ-որ մի հատ story ենք գցում, ուրիշ մարդ էլ է տեսնում, ով ընդհանրապես մեր ընկերների ցանկում էլ չկա։ Ու մենք հասկանում ենք, որ մեր օրական այդ կարելի ասել ընկերների ցանկը մեծանում է ու դիտորների ցանկը մեծանում է, այսինքն մենք ինչ ցույց տանք, ներկայացնենք, այդ ամեն ինչը ավելի է մեծանալու ու ավելի շատ դիտումներ է ստանալու, հա, օրինակ վիդեոները տեսել ենք TikTok-ում ինչ մեծ արագությամբ արագ ով ինչ անի գցում է ու միանգամից մեծ տարածում է գտնում, այսինքն դա համ վտանգավոր է մի կողմից որպես գործիքակազմ, համ նաև շատ կարևոր է, այսինքն կախված թե մենք ինչ կոնտենտ կմատուցենք մարդկանց ու ինչ կտեսնեն։ Դրա համար կարծում եմ, որ երիտասարդությունից նաև կախված այն ամեն ինչը, թե ինչ ենք մենք ցույց տալիս։ Օրինակ մենք եթե նայենք նույն Չինաստանի օրինակով, ես միշտ ասել եմ իրենց օրինակը ամենալավն է, իրենք միշտ կրթական բովանդակություն են ցույց տալիս, իրենց ազգայինն են պահում ու շատ էլի այտենց պետություններ կան, ովքեր որ նույն այդ ամեն ինչով զբաղվում են, հետեւաբար պետք է նաև կոնտենտի ֆիլտրացիա անենք, հա, այսինքն մշակենք ու ցույց տանք այն ամեն ինչը, պրոպագանդենք այն ամեն ինչը, ինչ որ երիտասարդությունը պետքա տեսնի ու հասկանա։ Դες այստեղ մի հատ կարևոր նաև կետ է գալիս, փախվում ենք մի կետի, որ ունենք սերունդներ, նշեցիր 3 սերունդների փոփոխություն, չէ՞, այն մարդիկ, ովքեր որ արդեն գլուխ չեն հանում, կարելի ասել տեխնոլոգիաներից կամ մասամբ են գլուխ հանում, իրենց համար ավելի բարդ է ու կարելի ասել նաև փակված է այդ թեման, կամ միջին սերունդ, ովքեր որ տիրապետում են, բայց ոչ լիարժեք, բայց ինչ որ չափով նաև պոտենցիալ ունեն ու այն սերունդը, որը գալու է, այսինքն այն հաջորդ սերունդը, ովքեր որ ընդհանրապես կարծեմ իրենց ալֆա սերունդ էին կոչում, ու այդ սերունդը ինքը ամբողջովին տեխնոլոգիացված է լինելու, այսինքն իրենց առավոտից իրիկունը զբաղված է նույն տեխնոլոգիաներով, քանի որ մենք չգիտենք հաջորդող 10 տարիները ինչ տիպի ահռելի զարգացում կունենա, վերջի
մոտավորապես 5-10 տարին մենք զգացինք, թե ինչ ահռելի արագությամբ աճեց արհեստական բանականությունը, ինչի մասին որ շատ տարիներ առաջ մարդիկ խոսում էին, ասում էին դա այն ժամանակ 2020 թվականին տեսեք ինչեր է լինելու ու եղավ իրականում։ Մենք միշտ այնպես մտածել ենք, որ այդ ամեն ինչը ֆանտազիա է, բայց այդ ֆանտազիան աշխատող է։ Ու տենց ուզում ենք խոսենք նաև ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթության մասին, այսինքն ինչ կետում ենք մենք բախվում այդ ամեն ինչին ու ինչքանով է կարևոր ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթությունը, որովհետև այսօր գիտենք, որ դասագրքերում եւս ամեն ինչ փոփոխությունների է ենթարկվում։ Ես իրականում ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության մասին իմ պատկերացումները շատ այսպես հստակ ունեի մինչեւ այն պահը, երբ որ իմ երեխաները գնացին դպրոց։ Քանի որ այն կրթական համակարգը, որին սովորեի ես, իսկ դա հետ խորհրդային կրթական համակարգներ ու նաև այն անկախության տարիներն էին, ու ես այդ ամբողջ կրթական համակարգից հստակ հասկանում էի, որ կար այսպիսի ձևաչափ ու կա այսպիսի ձևաչափ։ Իմ համար շատ հստակ էր այդ ամբողջը։ Բայց երբ որ իմ երեխաները գնացին դպրոց, ես հասկացա, որ ես ինչ-որ բան լավ չեմ հասկացել այստեղ, որովհետև ես զգում էի, որ ֆորմալ կրթական համակարգը սկսեց ինտեգրել ոչ ֆորմալ կրթական համակարգից որոշակի էլեմենտներ, իսկ ամեն հաջորդ տարին բնականաբար շատ ավելի շատ։ Ոչ ֆորմալ կրթական համակարգի մեջ շատ կարևոր մի բան կար, որ այստեղ այդքան գիտելիքի պահը չէր, ինչքան հմտության ձևավորման պահն էր։ Այսինքն մենք այն բոլոր հատկապես փափուկ հմտությունների դեպքում, երբ որ մենք խոսում ենք, մենք կոմունիկացիան ենք կարևորում, մենք փորձում ենք մարդու իրական կյանքում այն բոլոր կարևոր են կրիտիկական կամ լավ կամ վատ պահերը, որտեղ կարող է մարդը հայտնվել, այդ տվյալ իրավիճակից ելք գտնելու ինչ որ հնարավորություն, այսինքն մարդու պրակտիկ սովորություններն ու հմտությունների դաշտն էր կարևորվում ավելի շատ։ Եվ այդ ամբողջը հիմա տեղափոխվել է այսպես կամած դետալ տեղափոխվել է նաև ֆորմալ կրթական դաշտ։ Իրականում եթե ես ասեմ, ես գոհ եմ, թե չգոհ եմ ֆորմալ կրթական դաշտից, միանշանակ վստահ եմ, որ ես պիտի կրկնեմ բոլոր այն սերունդների պատասխանը, որոնք համարվում են անցյալ սերունդ ի համեմատություն նոր եկող սերունդի։ Դա կլինի իմ ծնողներինը, դա կլինի իմ տատիկ պապիկինը, կապ չունի։ Մենք բոլորս նույն ձևով, երբ որ գնում ենք արդեն հասնում ենք մեր երեխաներին երեխաների կրթությանը քննադատելու պահը, մենք միշտ ասում ենք մենք դժգոհ ենք։ Որովհետև մենք համեմատություն ենք տանում մեր եւ արդեն եկող սերնդի այդ կրթական համակարգի մեջ, այո, ես դժգոհ եմ, որովհետև իմ սպասելիքները չեն արդարանում այնքանով, որքանով ես մտածում եմ, որ ինքը լիարժեք կրթություն պիտի ստանա։ Բայց ի հակադրություն այս ամենի նաև ուզում եմ ընդունել այն փաստը, որ միգուցե այս նորարարական մոտեցումները, որտեղ եւս այդ ստեղծագործականության պահը, չգիտեմ, միգուցե այդ փափուկ հմտությունների կոմունիկացիայի ու ակտիվության հասարակական կամավորության ու մնացած լիքը բաները, որը կարևորվում է այսօրվա դպրոցում կամ կրթական համակարգում, միգուցե իրանք շատ ավելի լավ սերունդ ստեղծեն, միգուցե, քան ենթադրենք մեր սերունդներ կամ մեզ նախորդող սերունդներն են եղել։ Այս ամբողջի մեջ ես շատ չեմ կարող հստակ ասել, բայց այն որ ֆորմալ կրթական համակարգում կան բացեր, որը ցավոք լրացվում է կամ բարեբախտաբար լրացվում է ոչ ֆորմալ կրթական դաշտում, դա ակնհայտ է։ Այսինքն, եթե այդ բացերը չլինեին, երիտասարդները չէին գա նմանատիպ կենտրոններ, ինչպիսիք երիտասարդական պալատն է, ու ասեին, ենթադրենք մենք ուզում ենք այսպիսի թեմա ուսումնասիրել, մենք ուզում ենք այս առարկայից այս ձևաչափով ուսումնասիրել։ Ոնց եղավ, որ ասենք դպրոցում, չգիտեմ, նույն խոսակցական անգլերենի մակարդակը շատ ցածր է, բայց իրենք ձգտում են դեպի ավելի խոսակցական անգլերենի ինչ որ ակումբների մասնակցություն ունենալ։ Դա նշանակում որ ինչ որ բան այնտեղ չի ստացվել, այստեղ են ուզում իրացնեն։ Մի դրական բան կա այս ամբողջ պատմության մեջ։ Այնքան հնարավորություններ կան։ Ես ուղղակի Գյումրիի մասով եմ խոսում։ Չնայած ամբողջ Հայաստանում կա, բայց ես Գյումրիի մասով եմ խոսում։ Լիքը հնարավորություն կա կրթություն ստանալու անվճար տարբերակով։ Գիտեք, երբ որ այս ամբողջը հիմա մենք նայում ենք Գյումրիում, մեզ թվում է մենք ուղղակի լավ, այսպես, հա, կա, ինչ անենք, ինչ որ միգուցե այն չկա, ինչ որ մեզ պետք էր։ Բայց երբ որ մենք նայում ենք նույն զարգացած երկրներում, ինչպիսիք են, ասենք, Չինաստանը, ինչպիսիք է Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպան, ունեցած բոլոր տեղերում, Ռուսաստանը, բոլոր տեղերում ոչ ֆորմալ կրթությունն անգամ շատ դժվար է գտնել հասանելի տարբերակով։ Մարդիկ շատ դժվարությունների միջով են անցնում, որպեսզի լրացնեն իրենց գիտելիքների պաշարը, շատ թանկ են վճարում այդ ամբողջ գիտելիքների համար։ Մեր քաղաքում կա այդ հնարավորությունը, կա լիք հնարավորություններ զարգացնելու տարբեր տեսակի հմտություններ եւ ես կարծում եմ, որ ամեն դեպքում ոչ ֆորմալ կրթությունը դեռ երկար ժամանակ գոյություն կունենա, չգիտեմ ինչքանով դա փոխարինեն տեխնոլոգիաները։
Տեսեք, ինձ թվում էր, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, երբ որ կան լիքը վեբինարների հնարավորություն ու հասանելի անվճար հնարավորություններ, ինձ թվում էր, որ կարելի է բացառել երիտասարդական կենտրոնների ընդհանրապես գոյությունը, որովհետև ինչ ասես կարող ես գտնել, սովորել, վերապատրաստվել, սերտիֆիկատը ստանալ, այդ մի բան վկայականի համար էին գալիս, որ ասեն կամավորության վկայական, եսի ինչ, ամեն ինչ կարելի անել, on-line էլ կարելի անել։ COVID-ը ցույց տվեց, որ ամեն ինչ կարելի է տեղափոխել on-line դաշտ։ Բայց ամեն դեպքում կա ինչ-որ մի բան, որ երիտասարդին բերում է էլի կենթանի միջավայր եւ ինքը անգամ եթե բոլորս միասին այսպես պիտի հավաքվենք սեղան շուրջ ամեն մարդ իր հեռախոսը ձեռքերը վերցած, բայց ինքը ուզում է ֆիզիկապես իր կողքը ինչ-որ մեկին տեսնի։ Կարծում եմ այդ միջավայրի ստեղծումը ինքը նաեւ շատ կարևոր ազդեցություն է ունենում, որովհետեւ մենք ինչքան էլ փորձում ենք զարգացնել տեխնոլոգիաները, կա մի կարևոր կետ, դա ֆիզիկական շփումն է, այսինքն մարդիկ դեռ չեն կարող լիարժեք գնալ դեպի տեխնոլոգիական զարգացման, կարծում եմ այդ կարող է լինի մի 20 տարի հետո, բայց հնարավոր է նաև շուտ հաշվի առնելով վերջին զարգացումները, բայց դեռ իրեն չի սպառել, բայց նաև ինչ ես կարծում, սպառել է իրեն արդյոք ֆորմալ կրթությունը, թե ոչ ֆորմալի, ես այդքան առավելություններ նշեցիր ոչ ֆորմալ կրթության, ինչ ես կարծում, սպառել է իրեն ֆորմալ կրթությունը։ Այս մոտավորապես այն ժանրից է, երբ որ ասում է հետաքրքիրն այն է, որ լիքը բան մեր կյանքում փոփոխության ենթարկվեց, սկսած են կրակի պրիմիտիվ գյուտից, որ գնում ենք հասնում ենք եսի ինչ տեսել եք ինչ սարքավորումներ կա, չգիտեմ, այդ տտացնելով, աչքը թարթելով այդ կրակը վառվում է, բայց դպրոցի այդ դասարանական վիճակը, երբ որ մենք նայում ենք, ինքը դա շարունակ մնաց նույն տարբերակով։ Սրա էլի հարաբերական է սրա եւ դրականը կա եւ բացասական, այսինքն կան բաներ մեր կյանքում խիստ կայուն են, այս կայունության տեսանկյունից դրական է նշենք, բայց մյուս որ կա ամեն դեպքում չեմ կարող ասել ինչքանով է իրեն սպառել ֆորմալ կրթությունը, բայց կարող եմ ուրիշ տեսանկյունից այս հարցը մեկնաբանել։ Կրթության նկատմամբ մեր պատկերացումները ու կրթության միջոցով ստացված մեր հնարավորությունները իրենք փոփոխվել են։ Այսինքն եթե առաջ հստակ պարտադիր էին որոշակի կրիտերիաներ աշխատանքի ընդունվելու համար, այսինքն դրանցից մեկն էլ են, որ ասում էին դիվանի տակը դրած կարմիր դիպլոմներ, ոտի տակը դրած, այդ պահը այսօր չկա։ Այսօր եթե դու անգամ նույնիսկ չունես այդ դիպլոմը, եթե դու ունես լավ հմտություններ ու լավ կենսափորձ, նույնիսկ եթե դու կրթություն չունես։ Ես հիմա շատ այսպես ոչ միանշանակ բան եմ ասում, բայց այո, մասնագետները միգուցե քննադատեն իմ ասածը, բայց ամեն դեպքում դու կարող ես գտնել շատ լավ աշխատանք։ Բայց այստեղ մի հատ խնդիր կա։ Ամեն դեպքում ես հասկանում եմ, որ միգուցե կան մասնագիտություններ, որ եթե մենք առաջ մի 5 տարի սովորում ենք, որ այդ մասնագիտության կրողը դառնայինք, այսօր մենք 3 ամսվա կուրսով դա կարող ենք բավարարել։ Հիմա այստեղ հարց է առաջանում, չթերագնահատելով ֆորմալ կրթության դերը։ Արդյոք պետք չի, որ ֆորմալ կրթությունը վերանայի որոշակի չափանիշներ։ Ոչ թե գնալով պարզեցնենք այն, որ նայում ենք թեստային համակարգից, հիմա ընդհանրապես թեստային էլ դուրս պիտի գա, ու մնա ենթադրենք կրեդիտային համակարգ, այն որ ակտիվությունով բան չունեմ ասել, միգուցե ինչ որ մի կետում կարդարացնի իրեն, ես չգիտեմ, չեմ կարող այս մասին շատ լուրջ եզրակացություններ անել, բայց երիտասարդի կամ երեխայի մոտ պատրաստվել ստուգողականի, պատրաստվել քննության, անցնել թեկուզ մի քիչ ստրեսային, բայց քննական ընթացքի միջոցով, ստուգել իր գիտելիքները, բացի հմտություններից, դրանք լրիվ ամբողջությամբ դուրս թողնել ու, չգիտեմ, Հայաստանում չեմ կարծում, որ այն աստիճանի օբյեկտիվ կլինեն ուսուցիչները, որ ասեն, որ իսկական այդ երեխան ամբողջ օր դասերին ստաց պարապում ու պատասխանում էր, այստեղ մենք գիտենք, որ վերապահումներ լինելու են, ինչպես գնահատականների համակարգում։ Այստեղ շատ խնդիրներ կան։ Ոնց որ 12-րդ դասարան գնալու հասկացությունը շատ երկար քննարկվեց ու այսօր հիմա բոլորն ասում են, թե ինչի է անիմաստ դարձրեցինք 12 տարի այս կրթական համակարգը, հիմա սա էլ իմ համար մի քիչ աբսուրդ է։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ, թե եթե մենք պարզեցնում ենք անընդհատ ֆորմալ կրթությունը, եկեք թողնենք ոչ ֆորմալը ու վերջացնենք սրանով։ Շատ լավ, եւ երևի ընդհանուր որպես ամփոփում մենք փորձենք քննարկել վաղվա հմտությունները, որոնք են լինելու, այսինքն ինչն է պահանջված ու նաեւ նույն երիտասարդական պալատը ինչ նախաձեռնություններ ունի այդ ամեն ինչին ավելի նպաստելու, աջակցելու, թե մարզում, թե ընդհանրապես Հայաստանում ինչ որ ուղղությունների վրա, նաեւ կուզենայի այդ մասով մի փոքր ամփոփենք։ Իրականում ես ապագայի հանդեպ ինչքան էլ այսպես անորոշ պատկերացումներ ունենամ ելնելով բնականաբար առկա իրավիճակից ու մի քիչ էլ վախից այս ամբողջ տեխնոլոգիական զարգացումների հետ կապված, որովհետև ամեն դեպքում մեր մարդկային հոգեբանությունը ձգտում է ապահովության
ապահովության, երբ որ առավել եւս դու ծնող ես, ես այսպես ինչքան էլ նայեմ այս ամբողջին, ես ամեն դեպքում վստահ եմ, որ եթե ստեղծվում է ինչ-որ մի բան բնության մեջ կամ մարդկության կողմից, դրա հակակշիռը միշտ լինելու է, այսինքն այն միշտ կլինի այդ բալանսը, որովհետեւ այդ էներգիան ոչ միտեղ չի կորում, ինքը ինչ-որ միտեղից կձևափոխվի ինչ-որ մի բանի։ Հաստատ կլինի այդ process-ը, ես փորձում եմ լավատեսորեն նայեմ այս ամեն ինչին։ Ես շատ լիահույս եմ, որ երիտասարդները ամեն դեպքում շատ ավելի նորաձև կդառնա մեր մոտ այն բոլոր կոնտենտները, որոնք ավելի մեծ կրթական բաղադրիչ են պարունակում, քան թե ուղղակի TikTok-ի շատ այսպես միջին վիճակագրական, չգիտեմ, պարեժն ու այս փղիկների ու նապաստակների ականջները, ես շատ հույս ունեմ, որ դրանք կվերանան եւ կվերափոխվեն ավելի կարեւոր բաների, բայց մյուս կողմից էլ ես ուզում եմ նաեւ հասկանալ, թե երիտասարդների ձգտումներն ինչպիսին են։ Այսինքն երիտասարդները երբեմն իրենք էլ չգիտեն, թե իրենք ինչ են ուզում։ Այս մոտավորապես գիտեք ինչ կա, երկու այսպիսի օրինակ կա։ Երբ որ մտնում ես շատ սպիտակ տարածք, դու անընդհատ քո տեսողությունը ման է գալիս ինչ որ մի կետ սպիտակից տարբեր, գոնե ինչ որ մի հատ սև կետ, ինչ որ մի բան ես ման գալիս այդ ամբողջ պատերի մեջ, որովհետև ինֆորմացիայի պակաս կա։ Երբ որ մտնում ես շատ խայտաբղետ պաստառներով ինչ որ միտեղ, քո մոտ սկսում է այլ կերպ ուշադրություն, դու չես կարողանում կենտրոնանալ որևէ բանի վրա եւ քո մոտ մի տեսակ այսպես հետ է վանվում այդ ամբողջ գիտակցությունը, որովհետեւ այդ ամբողջ ինֆորմացիոն, այդ ամբողջ պաշարը քեզ ստիպում է ուղղակի ինֆորմացիոն թունավորում զգալ։ Այս ամբողջի մեջ մի տեսակ ես ավելի շատ մեր երիտասարդներին նմանեցնում եմ հենց այդ խայտաբղետ պաստառներով սենյակում գտնվող մարդու հետ։ Ինձ թվում է երբեմն մենք ուղղակի այդ հնարավորություններն այնքան շատ են ու այնքան մատչելի ու հասանելի են երիտասարդների համար։ Ես երբեմն չեմ կարողանում մեղադրել, թե ինչի իրանք չեն կարողանում կողմնորոշվել իրանց ցանկությունների մեջ շատ արագ կամ ավելի այսպես կառուցողական մոտենալ իրենց կյանքին, որովհետև շատ են այդ պաստառները։ Եվ այդ ինֆորմացիոն թունավորումը, որը անընդհատ գալիս է, շատ բարդ է։ Հիմա միգուցե այսպես չգիտեմ ինչքանով դա ճիշտ կհնչի, բայց ամեն դեպքում ամեն ինչին կառավարման մեխանիզմներ են պետք, որովհետև ամեն ինչ այն թույնի մասին է խոսքը, ինչ որ միտեղ դա տեղ է, ինչ որ միտեղ դա մահացու է։ Եվ այս ամբողջն էլ ինչ որ միտեղ շատ սխալ դոզայով եթե լինի, մենք շատ ծայրահեղ պատկեր ենք ունենալու։ Մարդ, որը ուղղակի ապաթիա կզգա ամեն ինչի հանդեպ, որը մենք տեսնում ենք այսօր երիտասարդների մեջ։ Ես հույս ունեմ, որ կգտնվեն ինչ որ մեխանիզմներ, իսկ այդ մեխանիզմները բացառապես պիտի լինեն կրթական մեխանիզմներ, որպեսզի այդ ֆիլտրացիան լինի առողջ մթնոլորտում։ Ամեն դեպքում ես լավատես եմ, ես գտնում եմ, որ մեր երիտասարդները շատ հասուն են, մեր դեռահասները, այսինքն որ ասում եմ երիտասարդներ, ես չգիտես ինչի 12-ից եմ նայում ամեն ինչին, իրանք շատ հասուն են։ Իրենք շատ մեծ պոտենցիալ ունեն եւ իրենք վստահաբար կկարողանան, միգուցե մեր սերունդը դա արդեն այլևս չի կարողանալ, բայց գոնե այս եկող սերունդը ինքը կկարողանա գտնել այն մեխանիզմները, որոնք իրենց համար ավելի ապահով կդարձնեն այս իրականությունը։ Հաճելի էր ձեզ հյուրընկալելը Լիլիթ ջան, հուսամ ապագայում նոր նախագծերով լի կլինեք նաև երիտասարդական պալատում ու ավելի մեծ զարկ կտակ երիտասարդության աշխատանքներին թե Գյումրիում, թե նաև Հայաստանի բոլոր անկյուններում։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր այսօր Լիլիթ Մակարյանը, Գյումրու երիտասարդական պալատ ՀՕԱԿ-ի ղեկավարը։ Մենք կհանդիպենք հաջորդ հաղորդումներին։ Հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետևել Armount TV եթերում եւ Ռադիո Վան Գյումրիի 97.9 հաճախականությամբ։ Հաջողություն, շնորհակալություն։